իմ տղայի մասին ոչ մի լուրջ չունեմ։ Հիմա էլ ասում եմ, որ ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Լավ, տենց սրերով մի դիմավորի մեզ Փիրուստոտա, նախասա տեսնեմ ոնց ես, ինչ կա չկա։ Լավ եմ։ Ես գիտեմ ինչի համար եկեք, դրա համար միանգամից պատասխան եմ տալիս։ Իսկ կարող եմ մի բաժակ ջուր տաս խմեմ։ Արի։ Ես հեսա ջուրըտ բերեմ։ Հա։ Այ, շնորհակալ եմ շատ։ Անուշ լինի։ Ինքը այստեղ չի լինում։ Այստեղ իրանից ոչ մի բան չկա։ Դե լավ եղեք, Փիրուստոտա։ Դու էլ։ Էս ով էր Լիզա։ Մարդ, չգիտեմ, չեմ ճանաչում։ Ժակետս սնկել էր, դուրս եկա, որ փնտրեմ, այս տղան վերցրել էր, այդպես տվեց։ Ասացիր տանն ես Լիզա։ Հա, տանն էի։ Ինձ թվաց հեռվից ոնց որ երկար խոսում եք իրար հետ։ Չէ։ Լավ, ես քեզ։ Երեք որ Ադելի համար ծաղիկներ էի բերել, մտածեցի կարող է նեղված լինես։ Դու լուրջ մտածում ես, ես կարողա Ադելին խանդեմ։ Ես լուրջ մտածում եմ, որ դու տարօրինակություններ ես ձեռք բերել Լիզա ջան։ Այսինքն եկել ես, որ կռվենք։ Լիզա, չեմ եկել, որ կռվենք։ Այդ երեխեն ամեն ինչ հասկացել է, այսօր զանգել էր ինձ ու ասում էր, հովո, բա դու ինձ ոչ մի բան չունես ասելու։ Այդ ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ ինչ-որ բանի է սպասում, չէ՞։ Էլ ինչ պիտի ուզի։ Չգիտեմ։ Մի խոսքով արի չկռվենք, էլի դու գնա տուն, ես էլ գնամ ուշանում եմ։ Հետո ես ու դու այս հարցը կքննարկենք, ես հորդ հետ էլ կխոսամ անպայման։ Չէ, հով խնդրում եմ, հիմա պապայի հետ մի խոսի, հա։ Ինքը շատ խնդիրներ ունի հիմա։ Լիզ, կարող է ինչ-որ մի բան փոխվել է։ Կարող է մտածում ես, որ շտապել ես, չգիտեմ, կարող է փոշմանել ես։ Չէ, հով։ Ոչ մի բան չի փոխվել։ Ուղղակի խնդրում եմ, որ ինձ մի քիչ ժամանակ տաս, հա։ Շատ քիչ։ Լավ։ Գնա Լիզա։ Բայց լավ չի, որ սկսել ես խաբել։ Հեչ լավ չի։ Դուք ինձ հասկացաք, չէ՞ տիկին։
Մամ, Եկել էին համոզվեն, որ դուրս են գալիս։ Հակառակ դեպքում վաղը գալու են ու վտարեն, որովհետև օրենք է, որովհետև մենք ենք մեղավոր։ Ով էր խնդրում տունը գրավ դնենք ու այդքան փողը քամուն տայինք։ Չէ, մի զանգի։ մամ, պապա ինչ ասեն։ Չէ։ Մինչև հիմա ինչ է արել։ Նույնիսկ այն գումարը չի ճարել, որ վիրահատության համար պետք է։ Նույնիսկ գումարի կեսը, որը հիմա պետքա վճարեինք։ Հիմա ինչ պետք է անի։ Մամ, բայց գիտեինք, չէ, որ դուրս ենք գալու տնից։ Ես չեմ համակերպվի։ Չէ։ Ես այդ մտքի հետ չեմ համակերպվի։ Լիզ, ես գնալու եմ բանկ։ Պայմանավորվել եմ, պայմանագիր կկնքենք։ Կբաժանենք մասերի ու կվճարենք։ Բայց ո՞նց։ Չգիտեմ։ Դու կգնաս կաշխատես, ես կգնամ կաշխատեմ։ Կարող է հայրդ էլ վերջապես որոշի նորմալ գործ գտնի։ Սկզբի գումարը այդքան մեծ չի լինի։ Եթե վճարենք, մեզ ժամանակ կտան։ Հիմա ուղղակի պետքա ժամանակ շահենք։ Ուր։ Մնա տանը, Ադելի մոտ։ Ոչ մեկին ոչ մի բան չասես, լսում ես։ Չես գնացել Սարիկենց տուն։ Ինչ ես մանեկել, ում ես մանեկել։ Ինչ գործ ունես դու ընդհանրապես Սարիկի հետ։ Ինչ ես գնացել։ Ինչ այլի խիղճը տնկել է հետևից է։ Դու գոնե հասկանում ես, որ հիմա Սարիկը ու Սարիկի շրջապատը խոշորացույցի տակ են։ Ինչ այ ուզում ես սնենց անես, որ հիմա մտածեմ քեզ ոնց հանեմ մեջտեղից։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Ուզում եմ, որ հեռու մնաս։ Ես են դեպքը չի է, որ ընկերդ վատ վիճակում է, նեղության մեջ է եկել կանգնել ես կողքիդ։ Ստեղ լրիվ ուրիշ պատմություն է։ Լրջագույն հանցագործություն է կատարված։ Ու Սարիկը մենակ չի։ Իսկ եթե Սարիկը մենակ չի, նշանակում է աջակիցներ ու մասնակիցներ ունի։ Այդ նշանակում է, որ ման են գալիս այդ մասնակիցներին։ Ես քեզ չեմ հասկանում։ Ուզում ես անցնես դրանց շարքերը։ Ինչ ակո պրոբլեմները քեզ քիչ են։ Խոսա, բացատրի հասկանամ, ես սկսել եմ քեզ չհասկանալ։ Այն օր ասում ես կարող է փողի կարիք ունի։ Այսօր իմանում եմ, որ գնացել ես հետաքրքրվել ես։ Վաղ ինչ ես անելու։ Հա? Լավ, էդ հեչ։ Բա ինձ ինչ ես առաջարկում որ անեմ։ Գործից հրաժարվեմ, թե միանգամից դիմում գրեմ ու գամ կանգնեմ կողքիդ։ Վիգեն, ես չգիտեմ դու ինչ ես մտածում, բայց ինչ ուզում ալինի, ես չեմ կարողանա մոռանալ, որ միտեղ պիրուստատակ է։ Ինքը մեղավոր չի, բայց իր վրա ամենաշատն ազդելու ես ամեն ինչը։ Տարիներով տղուն չի տեսել, հիմա եկել է, ու էլի կարող է տարիներով չտեսնի։ Ասենք Սարիկը սխալ է արել, բայց մերը ինչ մեղավոր է, որ իրան արգել են իրեն տեսնելու։ Ես ուզում եմ մտածեմ, եթե իմ ոտքը քարին առնի, իմ երեխեքին օգնող կլինի։ Անկախ են հանգամանքից, որ հերը սխալվել է։ Ես էլ բան չունեմ ասելու։ Դու ինձանից լավ գիտես, որ հիմա Սարիկի ամեն արած քայլը իմ դեմը։ Ամեն քայլը։ Ու հիմա էլ ինքը հարցաքննության ժամանակն հենց է իրան պահում, իբր թե հարցաքննվողը ես եմ։
ամեն տողի տակ ինքը փորձում է հասկացնի, որ ես իա կյանքը փչացրել եմ, իա կյանքը գողացել եմ։ Ինչ է։ Կարող է դու ես այդպես մտածում։ Սարիկի կյանքը բանակից հետո փոխվեց։ Ես եթե մի գրամ անգամ կասկածեի, որ Սարիկը ողջ է, ես Աննայի հետ չէի ամուսնանա։ Գոնե դու հասկանում ես այդ։ Հիմա ինչ են քննարկում այդ։ Ինչ է փոխվելու։ Ուզում ես ապացուցես, որ Սարիկը քո դեմ բան անելու համար գալիս անգնում է բաժամունք։ Արդեն չեմ էլ հասկանում, ինքը չի ներում, որ դու ամուսնացել ես իր սիրած աղջկայի հետ, թե դու չես ներում, որ հետ է եկել։ Դու քո գործն ես անում, ես իմ ընկերությունը։ Այսքան բան։ Եթե էլ բան չես ուզում, գնամ մի քանի բան կհավաքելու։ Ուշ ենք դուրս գալու։ Լիզ։ Լիզա, քո հետ եմ։ Դե այսօր է վերջին օրը։ Եթե բան չփոխվի, կգնանք։ Այսինքն կարող է չգնանք հովանց տուն։ Ադել ավելի լավ չի մեր տունը մեզ մնա ու ոչ միտեղ չգնանք։ Լիզ, մի բան ասեմ, բայց շոկի չի ենթարկվես, էլի։ Լիսի, իրականում ես նկատել եմ, որ հովն ուրիշ ձև է իմ հանդեպ։ Դե հասկանում ես, չէ՞, նենց չէ ոնց առաջ։ Ավելի ջերմ է, ավելի շատ է զանգում, շատ է գալիս ինձ տեսնելու, փոխվել է։ Ու այն օրն էլ մի բան եղավ, որ կասկածներս արդեն հաստատվեցին։ Ինչ ա եղել։ Դե եկել են իմ մոտ ու մատանի էր բերել։ Պատկերացնում ես։ Լիզ, չգիտեմ, չտվեց մատանին, բայց ես տեսել եմ, որ իր մոտ էր։ Երևի ամաչեց կամ մտածեց ժամանակը չի։ Բայց հաստատ մոտն էր մատանին։